Բարև ձեզ սիրելի բարեկամներ, ես ուրախ եմ ողջունել ձեզ իմ աստղային խորհրդատու Աննե Հախվերդյանի YouTube-յան ալիքում, որտեղ դուք կգտնեք գերճշգրիտ կանխատեսումներ, ինչպես համաշխարհային իրադարձությունների զարգացման, այնպես էլ Հայաստանի ապագայի մասին։ Եվ իհարկե ալիքի էջերում առկա են կանխատեսումներ բոլոր կենդանակերպերի համար, ինչպես տարվա կտրվածքով, այնպես էլ ամսվա կտրվածքով։ Քիչ անց ես կներկայացնեմ սեպտեմբեր ամսվա կանխատեսումները բարեխառն եւ անկայուն սեպտեմբերը ինչ է մեզ սպասվում անհամբերությամբ դուք բոլորը սպասում եք այս վիդեոին եւ անդադ հարցնում եք իսկ երբ կլինեն սեպտեմբեր ամսվա կանխատեսումները Սիրելի բարեկամներ, մինչ բուն նյութին անցնելը հիշեցնեմ, որ այժմ, քանի դեռ ես գտնվում եմ Հայաստանի Հանրապետությունում, գործում է 50% զեղչ, ինչպես այցի, այնպես էլ ձեր բազմաթիվ խնդրանքներ ունեք օնլայն խորհրդատվության համար, այնպես որ անպայման օգտվեք այս բացառիկ հնարավորությունից եւ դարձրեք ձեր սեպտեմբերը եւ ընդհանրապես 2026 թվականի ավարտը լավագույն շրջանը ձեր Բայց մինչ բուն նյութին անցնելը, սիրելիներս շեծնեմ, որ 100%-ով իրագործվել են իմ հուլիսյան եւ օգոստոսյան կանխատեսումները, հատկապես Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ ես ուսումնասիրելով Ռոբերտ Քոչարյանի աստղային քարտեզը գտա, որ նրա մոտ ի տարբերություն այլ քաղաքական գործիչների, որոնք մասնակցում են ընտրությունների, արկա է երկու մեծ քառակուսի, մեծ դժբախտությունների քառակուսիներ, մեկի տեղը անգամ երկուսն են, եւ ենթադրեցի, որ բավականին բարդ զարգացումներ են լինելու այդ գործի հետ կապված եւ անգամ ակնարկեցի, որ առողջական լրջագույն խնդիրներ է ունենալու եւ ահա մենք տեսնում ենք, որ օգոստոս ամսվա ընթացքում նրա մոտ սրտի լրջագույն խնդիրներ առաջացան եւ նա ստենտավորվել է օգոստոսի սկզբին ես այդպես հասկացա եւ բացի դա նրա դեմ կրկին հարուցվել է քրեական գործ, իսկ նրա ավագ որդին Սեթրա Քոչարյանը 2 ամսով կալանավորվել է։ Ահա 100%-ով իրագործված կանխատեսումներ, սիրելի բարեկամներ, ես չեմ հորինում, ես իտաբեցուն այլ աստրոհոգեբանների հայտնի աստղաբան ինձ չեմ ներկայացնում, ես կամ այդպիսին Իսկ այժմ սիրելի բարեկամներ ներկայացնեմ սեպտեմբեր ամսվա կանխատեսումները ինչ է մեզ սպասվում անկայուն եւ բարեխառն սեպտեմբեր ամսվա ընթացքում բավականին հետաքրքիր ամիս է եւ հիմնական նրա առանձնահատկությունը կայանում է նրանում, որ իսկապես սեպտեմբերը շատ անկայուն ամիս է լինելու, որովհետեւ սեպտեմբերի սկզբին մենք ունենալու ենք բավականին բարենպաստ մուրակային ազդեցություններ եւ զարգացումներ Բայց սեպտեմբերի երկրորդ կեսին, արդեն սեպտեմբերի 15-ից հետո այդ դրական զարգացումները փոխարինվելու են բացասական էներգետիկ, ուրեմն բարդ մուրակային փոխհարաբերություններով եւ դրական էներգիան փոխակերպվելու է բացասական։ Այնպես որ այդ ամեն հաշվի առեք ձեր գործնական կյանքը, չինմազնական կյանքը դասավորելու ընթացքում կամ ծրագրավորելու ընթացքում, որովհետեւ իմ կանխատեսումները նրանք հենց այնպես կանխատեսումներ չեն իմաստը հենց նրանումն է կանում, որ դուք օգտագործեք անպայման այդ ինֆորմացիան եւ տեղին օգտագործեք։ Միայն այդ դեպքում դուք կստանաք դրական արդյունք, սիրելի բարեկամներ, սկսեցինք։ Եվ այսպես, սեպտեմբերյան մուրակային դիրքավորումների փոփոխությունները ըստ էության սեպտեմբերը իր այսպես լիիրավ
ազդեցության մեջ կմտնի սեպտեմբերի 10-ից հետո, երբ Երևանի ժամանակով 12:06 րոպեին Սիրո եւ գեղեցկության մորակ Վեներան մուտք կգործի կարիճ կենդանակերպ, ու այստեղ նա բավականին երկար է մնալու մինչև գալիք տարվա սկիզբը, ինչու, որովհետև հոկտեմբերի 3-ին, սիրելիներս, Վեներան, Սիրո եւ գեղեցկության մորակ Վեներան դառնում է հետընթաց։ Հոկտեմբերի ընթացքում հետընթաց է լինելու նաև Մերկուրին, հոկտեմբերի երկրորդ կեսին, այնպես որ մեզ սպասվում է շատ տատանողական, անկայուն եւ շատ հետաքրքիր աշուն եւ խորը աշուն, որտեւ այդ ժամանակ, երբ փաստորեն երկու անձնական մորակ Վեներան եւ Մերկուրին շարժում են հետընթաց, իսկ հաջորդ տարվա սկզբին նաեւ Մարս մոլորակը կդառնա հետընթաց, շատ բավականին բարձ զարգացումների մասին է խոսում, այսպես ասած, շատ ուրախ ճակերտավոր օրեր են մեզ սպասվում, երբ մորակները հետընթաց են շարժվում, նրանց դրսևորման սկզբունքները, այսինքն այդ ունակ Սիրո եւ գեղեցկության մորակը, գիտեք, Վեներան դա սերն է, այսինքն դա ուժ ամուսնացնողն է, այդ ուժը ուղղվում է ոչ թե դուրս, այսինքն այդ էներգիան ոչ թե հորդում է դեպի աշխարհ, այլ ներս է մտնում, այսինքն չի կարողանում ճիշտ ձևով դրսևորվել եւ այդ իսկ պատճառով առաջանում են զանազան խնդիրներ, այսինքն արդեն հոկտեմբերի 3-ից հետո Վեներան, քանի որ նա առանց այդ էլ գտնվելու է կարիճ կենդանակերպում եւ Կարիճը Վեներայի թուլության, վտարման, անկման նշան է, որովհետև Վեներան իշխում է եւ թակավորում է, գիտեք, որ ցուլ կենդանակերպում, ահա, երբ նա դառնա հետընթաց, իհարկե այդ եւ այն էլ շարժվի կարիճ կենդանակերպով բավականին բացասական ազդեցություն կլինի հենց անձնական կյանքի վրա, մարդկանց էմոցիոնալ փոխհարաբերությունների վրա, ընտանեկան փոխհարաբերությունների վրա, ամուսնությունների վրա բարենպաստ է ամուսնանալ հոկտեմբերին։ Ու իհարկե ես այդ ամենը հոկտեմբեր ամսվա կանխատեսումները ներկայացնելիս ավելի մանրամասն ձեզ կպատմեմ։ Բավականին երկար է մնում փաստացի Վեներան կարիճ կենդանակերպում։ Եվ ինչ է սպասվում, ասացինք արդեն, որ Վեներան կարիճում դա բավականին բարդ մորակային դիրք է, էմոցիաները խեղդված են, դժվար է դրսևորել զգացմունքները եւ այդ իսկ պատճառով այսպես բավականին դա բացասական կանդրադառնա մի շարք կենդանակերպերի վրա, հատկապես դա բարդ կանդրադառնա եւ հրեղեն կենդանակերպերի վրա, որովհետեւ Վեներան գտնվելու է ջրային կարիճում, իսկ ջուրն ու հուրը գիտեք, որ իրար հակասող ուրեմն էլեմենտներ են, տարերքներ են։ Խոյ կենդանակերպերի համար ինչ է նշանակում Վեներան կարիճ կենդանակերպում։ Մուտք գործելով կարիճ, սիրելի խոյեր, Վեներան հայտնվում է ձեր 8-րդ աստղատանը, իսկ դա նշանակում է, որ էքստրեմալ իրավիճակներ են լինելու, հատկապես անձնական ոլորտում, այսինքն հնարավոր են ինչ-որ բարդություններ անձնական կյանքում, ընտանեկան կյանքում, զգացմունքային կյանքում, ֆինանսական ոլորտում որոշակի խնդիրներ, բայց բարենպաստ է ձեր գործընկերների եւ զուգընկերների համար, սիրելի խոյեր, որովհետեւ նրանց եկամուտները գնալով աճելու են։ Լավ է նաեւ այդ դեպքում Վեներան 8-րդ աստղատանը, եթե դուք ստանում եք ժառանգություն, այսինքն դա ոչինչ, տենց կլորիգնու շատ մեծ ժառանգություն չէ, բայց որոշակի ժառանգություն կամ փոխհատուցում, օրինակ ապահովագրությունից կամ այլ ինչ-որ փոխհատուցումներ պետական։ Սիրելի ցլակներ, Վեներան մտնելով կարիճ կենդանակերպ հայտնվում է ձեր 7-րդ աստղատանը եւ դա բավականին մեծ խնդիրներ կառաջացնի անձնական ոլորտում, հատկապես եթե դուք ամուսնացած եք եւ ինչ-որ խնդիրներ կան փոխհարաբերություններում, բարձր է հավանականությունը, որ կհայտնվեք սիրան եռանկյունու մեջ, եթե դուք ներգրաված եք սիրո եւ գեղեցկության ոլորտում, այսինքն այդ բիզնեսով եք զբաղվում, Վեներան 7-րդ տանը ձեզ կբերի նոր գործընկերներ,
կին նոր գործընկերներ, որոնք կօգնեն ձեզ բարելավել ձեր ֆինանսական իրավիճակը։ Ինչ վերաբերվում է երկորյակների մոտ Վեներան մոտ գործելով կարիչ հայտնում է 6-րդ աստղատանը, իսկ 6-րդ աստղատունը, սիրելիներս, կապված է առօրյա հետ, աշխատանքի հետ, պատասխանատվության հետ եւ նաեւ առողջության հետ, այնպես որ դա բարենպաստ կանդրադառնա ձեր աշխատանքի վրա, առողջության վրա, եթե ինչ որ քրոնիկ հիվանդություններ ունեն երկորյակները, կա հավանականություն, որ սեպտեմբերի 10-ից հետո նրանք կարողանան հաղթահարել այդ խնդիրները։ Խեցգետինների մոտ Վեներան մուտ գործելով կարիչ կենդանակերպ հայտնվում է 5-րդ աստղատանը, որը շատ բարենպաստ է, հատկապես սիրային ոլորտում եւ ջրային նշանների համար Վեներան կարիճում շատ բարենպաստ է, տարբերություն հրեղեն նշանների։ Նոր սեր, նոր ինչ որ դրական փոխհարաբերություններ ստեղծագործական ոլորտում, նաեւ հնարավոր է հղիություն, եթե երկար եք սպասել, այնպես որ խեցգետիների համար շատ բարենպաստ է։ Առույցների համար 4-րդ տանն է հայտնվում Վեներան մոտ գործելով կարիչ կենդանակերպ, իսկ 4-րդ աստղատունը կապված է տան, ընտանիքի, ծնողների, ձեր հայրական տան, ցարպես արմատների, ավանդույթների հետ, եւ դա բարենպաստ կանդրադառնա ձեր տան, ընտանիքի եւ ծնողների վրա։ Տան համար շատ լավ է ձեռք բերել այդ ընթացքում, այսինքն սեպտեմբերի 10-ից հետո ձեռք բերել ինչ որ փափուկ կահույք, ծոպերով կամ այսպես փայլուն քարերով ինչ որ զուգսեր, վարակույրներ, բարձեր, ննջասենյակի համար կահույք, փափուկ կահույքը դա շատ բարենպաստ կլինի, նաև լավ է անդրադառնալու ներընտանեկան հարաբերությունների վրա Վեներան 4-րդ աստղատանը եւ հնարավոր է դրական զարգացումներ ձեր երեխաների հետ, անձնական կյանքի հետ կապված, նշան դրեք, հարսանիք եւ այլն, կամ թորնիկի ծնունդ։ Եվ կույսերին ինչ կբերի Վեներան կարիչ կենդանակերպում, դա 3-րդ աստղատանն է անցնելու։ Վեներան գտնվելով կարիճում 3-րդ աստղատունը կապված է քույրերի, եղբայրների մերձավկա միջավայրի ուսման շարժական կույքի է, դա դրական կանդրադառնա նաև կույսերի վրա, բարենպաստ է կույսերի համար, նոր հետաքրքիր ծանոթություններ, կարճ ճանապարհների ընթացքում ինչ-որ լավ լուրեր քույրերից, եղբայրներից։ Ինչ վերաբերվում է կշերքների համար եւս շատ բարենպաստ է Վեներան կարիչ կենդանակերպում, որովհետեւ տարանցելու է կշերքների 2-րդ աստղատնով, իսկ 2-րդ աստղատունը կապված է մեր ունեցվածքի, նյութական բարեկեցության, եկամուտների աղբյուրների հետ եւ ինքնագնահատականի հետ, այսինքն կարիչների կշերքների համար, կարիչները դեռ սպասեք, կշերքների համար նշան Վեներան ուրեմն կարիչ կենդանակերպում նշանակելու է եկամուտների աճ, ինչ որ նոր եկամուտների աղբյուրներ, բարենպաստ զարգացումներ ֆինանսական ոլորտում։ Ինչ վերաբերվում է կարիչներին, սիրելի կարիչներ, դուք թագավորներն եք այս դիրքի Վեներան կարիչ կենդանակերպում կարիչներին կբերի ձեր արտաքին հմայքի եւ գեղեցկության այդ շարմի աճը, բոլորը կհիանան ձեզանով, սիրելի կարիչներ, եւ կձգտեն անպայման օգտվել ձեր ծառայություններից, հաճույքով վայելել ձեր ներկայությունը, հատկապես չամուսնացած կանանց, տղամարդկանց համար Վեներան կարիճում, թե կարիճ եք շատ բարենպաստ է, ինչ որ հետաքրքիր անձնավորության հետ ծանոթության համար։ Մի խոսքով կյանքի բոլոր ոլորտների վրա, թամպես առաջի տունը կապված է կյանքի բոլոր ոլորտների հետ, կյանքի բոլոր ոլորտներում դրական զարգացումներ են սպասվում կարիճիկներն։ Վեներան հիշեցնեմ, որ փոքր երջանկության մոլորակն է, ըստ ավանդական աստղաբանության, այլ ոչ թե աստրոհոգեբանության, որը գոյություն չունեցող գիտություն է։ Եվ աղեղնավորների համար նույնպես շատ բարդ դիրք է, որովհետև Վեներան կարիճում, որովհետև աղեղնավորները գիտեք, որ նրանք
Ուրեմն հրեղեն նշան է 12-րդ տանն է գտնվում Վեներան եւ դա նշանակում է որ կակտիվանան ձեր գաղտնի թշնամիները սիրելի աղետնավորներ հատկապես կանայք հնարավոր է նաեւ գաղտնի սիրային կապեր ձեր ընտանիքում տեղի ունենան եւ այս եղջյուրների համար Վեներան կարիճ կենթանակերպում տարանցելով կարիճով հայտնվում է 11-րդ աստղատանը, որը նշանակում է սիրային երազանքների իրագործում, շատ վաղեմի ձեր երազանք իրագործվի, շատ լավ կանդրադառնա նաեւ ձեր չափահաս երեխաների համար, հատկապես նրանց սիրային ոլորտի համար, նրանք կարող են հայտնել իրենց ամուսնության կամ նշանադրության մասին եւ բարենպաստ է նաեւ on-line բիզնեսի համար։ Վեներան 11-րդ տանը։ Ինչ վերաբերվում է ջրհոսներին, սիրելի ջրհոսիկներ, տարանցելով կարիճ կենթանակերպով Վեներան հայտնվում է ձեր 10-րդ աստղատանը, որը կապված է գործնական ոլորտի հետ, աշխատանքի հետ, պաշտոնի հետ, սոցիալական ձեր նպատակների իրականացման հետ, ու շատ բարենպաստ է, նոր ավելի բարձր վարձատրվող աշխատանք կամ նոր ավելի բարձր վարձատրվող պաշտոն կամ ինչ որ նոր ղեկավարություն կլինի ձեր ուրեմն այնտեղ որտեղ աշխատում եք եթե ինչ որ պետական հիմնարկություն կամ օֆիսում եք աշխատում կին նոր ղեկավար կգա որը անպայման կգնահատի ձեր աշխատանքը եւ հնարավոր է ինչ որ նաեւ նյութական դրսեւորում ստանա այդ գնահատականը պես որ ջրհոսների համար շատ բարենպաստ է նաեւ անձնական ոլորտի համար է լավ որովհետեւ դա նույնպես սոցիալական կարգավիճակի փոփոխություն է նշանակում Վեներան 10-րդ տանը հնարավոր է ամուսնության առաջարկ կամ հենց ամուսնություն սիրելի ջրհոսակներ եւ ինչ վերաբերվում է ձկների համար եւս խիստ բարենպաստ է Վեներայի տարանցումը կարիճ կենթանակերպով 9-րդ աստղատանն է հայտնվում իսկ 9-րդ աստղատունը ինչպես գիտեք կապված է հեռավոր երկրների ինչ որ արտասահմանյան կազմակերպությունների հետ համագործակցության կամ հնարավոր է նաեւ դուք հետաքրքիր ճամփորդություններ ունենաք սեպտեմբերի 10-ից հետո արտերկիր որը ձեզ բերի ինչ որ դրական նյութական դիվիդենդներ հետագայում կամ սիրային այսպես լինում է կուրորտային սիրավեպ այսինքն սիրավեպ հանգստավայրում նույնպես կարող է լինել ձկների մոտ սեպտեմբերի 10-ից հետո այնպես որ այդ ժամանակ ծրագրավորեք ձեր այցը հանգստի կամ արտերկիր խիստ բարենպաստ է սիրելի ձկնիկներ Ընդհանրապես սիրելի բարեկամներ, սեպտեմբերի 10-ը բացառիկ կարևոր օր է սեպտեմբերի ընթացքում, որովհետև կարևոր աստղաբանական իրադարձություններ են տեղի ունենալու հենց սեպտեմբերի 10-ին։ Ոչ միայն Վեներան է մոտ գործում կարիճ, այլ նաև Մերկուրին, կապի եւ հեռահաղորդակցության մոլորակ Մերկուրին Երևանի ժամանակով 20:20 րոպեին մոտ կգործի կշեռ կենթանակերպ, որտեղ կմնա մինչև սեպտեմբերի 30-ը։ Կշեռքում իհարկե Մերկուրին նպաստում է դիվանագիտական հարաբերությունների կարգավորման, այսինքն ձգտում է ստեղծվում լուծել տարաձայնությունները դիվանագիտորեն, բայց միշտ չէ որ դա հաջողվում է, որովհետև գիտեք Մերկուրին չար մոլորակների հետ չար է, բարի մոլորակների հետ բարի, ինչպես ասում էր Պտղոմեոսը, գրում էր Պտղոմեոսը, բոլոր ավանդական աստղաբանական տեքստերում այդ գաղափարը կա, որ Մերկուրին ինքնին ունի որևիցե որակավորում, այնպես որ երբ Մերկուրին մտնի վատ փոխհարաբերության մեջ ունակ Սատուրնի հետ, քանի որ Սատուրնը գիտեք գտնվում է խոյ կենթանակերպում կշեռքի դիմաց, իհարկե այստեղ կառաջանան խնդիրներ, եւ Սատուրնը չար մորը մեծագույն չարիքն է համարվում, Նեպտունի հետ անբարենպաստ, այսինքն անպես չէ, որ խաղաղության աղավնին սավառնելու է սեպտեմբերի ընթացքում աշխարհի վրայով եւ հատկապես այդ լարվածության գոտիներում ռազմաքաղաքական լարվածության, այսինքն Իրանի եւ ԱՄՆ-ի միջև բախումը, ռուս-ուկրաինական պատերազմը շարունակվելու են սեպտեմբերի ընթացքում, ու իհարկե հատկապես դաժան եւ ծանր դրսեւորումներ են նրանք ստանալու սեպտեմբերի երկրորդ կեսին, բայց անգամ սեպտեմբերի 10-ից հետո երբ Մերկուրին մոտ գործի կշեռք, նույնպես այդ դիմակայությունները որոշակի հռետորաբանության կոշտացում կբերեն ռազմաքաղաքական դաշտում, սիրելի բարեկամներ։
Եվ այսպես, իսկ ինչ է սպասվում կենդանակերպերին, երբ Մերկուրին տարանցի կշեռ կենդանակերպով։ Սիրելի խոյեր, Մերկուրին մուտ գործելով կշեռք եւ տարանցելով կշեռքով անցնելու է ձեր 7-րդ աստղատնով, որը նշանակում է, որ որոշակի տարաձայնություններ կարող է առաջանան ձեր գործընկերների եւ զուգընկերների հետ։ Մի փորձեք անպայման առաջ տանել հենց ձեր կարծիքը եւ անպայման պնդել, որ միակ ճիշտ կարծիքն է, որովհետեւ Մերկուրին կշեռ կենդանակերպում նրա խորը բովանդակությունը կանում է նրանում, որ գտնել փոխըմբռնում, այսինքն գալ ընդհանուր հայտարարի, լսել դիմացինին եւ նոր պատասխանել։ Այսա շատ կարեւոր է դες համար, սիրելի խոյեր, սեպտեմբեր ամսվա ընթացքում։ Ինչ վերաբերվում է ցլակներին, սիրելի ցլակներ, 6-րդ տանն է հայտնվում Մերկուրին մուտ գործելով կշեռք, իսկ 6-րդ տունը կապված է աշխատանքի հետ եւ առողջության հետ, այսինքն հիմնականում կենտրոնացեք այդ ոլորտների վրա, շատ կարևոր ոլորտներ են լինելու սեպտեմբերի 10-ից հետո ձեզ համար սիրելի ցլակներ։ Ինչ վերաբերում երկուրակների համար իհարկե, քանի որ կշեռքը օդային նշան է, բոլոր օդային նշանները հայտնվում են բացառիկ լավ վիճակում։ Երկուրակների համար 5-րդ աստղատանն է հայտնվում Մերկուրին տարանցելով կշեռ կենդանակերպով։ Եվ այստեղ 5-րդ աստղատունը կապված է նոր սիրային ոլորտի հետ, հիմնական երեխաների հետ, սիրային ոլորտի հետ, հաճույքների հետ, շահումների հետ, նաև բիզնեսի հետ։ Ահա այդ ոլորտներում երկվորյակների մոտ կլինեն դրական զարգացումներ սեպտեմբերի 10-ից մինչև 30 ընկած ժամանակահատվածում, այնպես որ օգտվեք, շահեք, օգտվեք այդ ժամանակահատվածից, այդ 20 օրերի ընթացքում եւ բարելավեք ձեր փոխհարաբերությունները սիրելիների հետ, նաեւ բիզնեսում ունեցեք մեծագույն հաջողություններ, հատկապես ստեղծագործական, եթե ստեղծագործական ինչ որ գործունեության վրա հիմնված այդ բիզնեսը շատ լավ կլինի, սիրելի երկվորյակներ։ Նոր ծանոթություններ են հնարավոր, նոր ինչ որ ռոմանտիկ հարաբերություններ են հնարավոր, այնպես որ շատ բարենպաստ է երկորակների համար։ Խեցգետինների համար նույնպես բարենպաստ է, որովհետև Մերկուրին հայտնվում է, սիրելի խեցգետիններ, տարանցելով կշեռքով ձեր 4-րդ աստղատանը, իսկ 4-րդ աստղատունը կապված է տան, ընտանիքի, հայրենիքի, ծնողների հետ։ Նու այստեղ շատ կարևոր է գտնել հենց տան ընտանիքում այդ փոխըմբռնման եզրերը, չգնալ դիմակայության, դեռ Մերկուրին կշեռքում ընդհանրապես չի սիրում այդ վեճերը, կռիվները, այնուամենայնիվ եթե դա տեղի է ունենում, նա շատ կտրուկ քայլերի է ընդունակում, այնպես որ աշխատեք ավելի միավորել ընտանիքը, ձեր սիրո այսպես համերաշխության էներգետիկավ եւ կհասնեք հաջողության։ Ինչ վերաբերվում է առյուծիկներին, սիրելի առյուծիկներ, Մերկուրին տարանցելով կշեռ կենդանակերպով սեպտեմբերի 10-ից 30-ը հայտնվում է ձեր 3-րդ աստղատանը, իսկ 3-րդ աստղատունը կապված է կապերի, շփումների, մոտակա միջավայրի, շարժական գույքի հետ, նոր ուսման հետ, եթե դուք ինչ որ վերապատրաստում եք ծրագրավորում կամ նոր ուսում եք ուզում սկսեք, ապա սեպտեմբերի 10-ից հետո հիանալի ժամանակ է դրա համար։ Նոր կապեր, կարճ ճանապարհներ է գնալու, որի ընթացքում հնարավոր են նոր ծանոթություններ, հետաքրքիր լավ լուրեր քույրերից, եղբայրներից կամ ձեր մոտակա բարեկամներից եւ հարևանից, որտեղ Մերկուրին 3-րդ տանը նաեւ դա է նշանակում։ Մի խոսքով շատ ակտիվ է լինելու առյուծների համար, թե շփումների տեսակետից, թե ծանոթությունների տեսակետից, ուսման տեսակետից, առյուծների համար, ուրեմն սեպտեմբերի 10-ից 30 ընկած ժամանակահատված անպայման օգտագործեք այդ շրջանը, սիրելի առյուծիկներ։ Իհարկե Մերկուրին կույսերի համար Մերկուրին կշեռքում խիստ բարենպաստ, ինչու որովհետև 2-րդ աստղատանն է հայտնվում Մերկուրին եւ Մերկուրին հենց հանդիսանում է կույսերի հովանավորը եւ թագավորը, իշխանը։
Այդ իսկ պատճառով սիրելի կույսակներ, հիմնական ուշադրություն դարձրեք սեպտեմբերի 10-ից 30-ը ֆինանսական ոլորտի վրա, նոր եկամուտների աղբյուրներ, նոր ֆինանսական հաջողություններ են ձեզ սպասվում այդ ժամանակահատվածում։ Ինչ վերաբերվում է կշեռքներին, տարանցելով հենց իրեն սեփական աստղակերպով, հենց կշեռքներով Մերկուրին հայտնվում է կշեռքների առաջի տանը։ Նոր կապեր, նոր ծանոթություններ, ընդհանրապես առաջի տանը Մերկուրին ուրախանում է այդպես ավանդական աստղաբանության մեջ եւ նոր կապ է, շատ բարենպաստ է այդ ընթացքում սեպտեմբերի 10-ից 30-ը նոր կապեր ստեղծել, նոր փոխհարաբերություններ, նոր ինչ-որ ուսում, լինել շատ ակտիվ, լինել նախաձեռնող, եթե ձեզ ինչ-որ անհրաժեշտ է գտնել ինչ-որ տեղեկատվություն կամ ինչ-որ մերկուրյան ոլորտում ինչ-որ մի գործունեություն կամ մարդ, ապա շատ բարենպաստ ժամանակահատված, եթե ցանկանում եք հանդիպել անպայման այդ մարդու հետ եւ չեք կարողանում, ենթադրենք լավ բժիշկ եք փնտրում կամ լավ ինչ-որ դասախոս եք փնտրում ձեր բալիկի համար կամ այսպիսի անգամ կտրվածքով կարող եք օգտագործել այս Մերկուրին։ Կարիճների համար իհարկե անբարենպաստ է, որովհետև Մերկուրին մուտք գործելով կշեռք հայտնվում է կարիճների 12-րդ տանը, դա մեկուսացման տունն է, գաղտնի թշնամիների տունն է, ակտիվանալու են ձեր գաղտնի թշնամիները, սիրելի կարիճակներ, բայց բարենպաստ է արտասահմանի համար ինչ-որ հարաբերություններ հաստատել, արտասահմանյան կազմակերպություններ կամ փաստաթղթեր ձևավորել, ինչ-որ ստանալ կապված արտասահման մեկնելու հետ, դա բարենպաստ կլինի սիրելի կարիճակներ։ Բայց ամեն դեպքում զգուշ եղեք, որտեղ գաղտնի թշնամիները շատ ակտիվ են լինելու եւ բամբասելու են ձեր մեջքի հետևում։ Ինչ վերաբերվում է աղեղնավորներին, Մերկուրին մուտք գործելով կշեռք հայտնվում է սիրելի աղեղնավորների 11-րդ աստղատանը, որը կապված է երազանքների իրագործման, իրագործի ձեր ամենանվիրական երազանքներից մեկը լավ է նաև չափահաս երեխաների համար, նրանց ճամփորդությունների, ուսման համար եւ on-line բիզնեսի համար նույնպես խիստ բարենպաստ է, եթե կասկածում եք դեռ արդյոք արժի սկսել on-line բիզնես, սիրելի աղնավներ, ձեզ ասեմ, ընդհանրապես մի կասկածեք, անպայման սկսեք եւ կունենաք հաջողություն, հատկապես սեպտեմբերի 10-ից 30 շատ բարենպաստ կլինի։ Այդ եղջյուրների մոտ 10-րդ տանն է հայտնվում Մերկուրին կշեռքում եւ դա կապված կլինի նրանց գործնական հաջողությունների հետ, պաշտոնի դրական զարգացումների, աշխատանքի հետ եւ սոցիալական կարգավիճակի հետ։ Ջրհոսների համար նույնպես շատ բարենպաստ է 9-րդ տանն է հայտնվում Մերկուրին կշեռքում, որը կապված է ճամփորդությունների, արտասահմանյան կազմակերպությունների հետ ակտիվ փոխհարաբերության, նաև եթե դատական ինչ-որ խնդիրներ ունեք, նույնպես բարենպաստ կանդրադառնա Մերկուրին կշեռքում սիրելի ջրհոսներ։ Ինչ վերաբերվում է ձկնիկներին, ապա ընդհանրապես ես ասեմ սեպտեմբերը այնքան էլ բարենպաստ ամիս չէ ձկների համար։ Մերկուրին կշեռքում հայտնվում է ձեր 8-րդ աստղատանը, սիրելի կշեռքներ, որը կապված է ֆինանսական ոլորտի որոշակի վերիվարումների, տատանումների անկայունության հետ, այնպես որ զգուշ եղեք ֆինանսական ոլորտում, հատկապես տուգող մարմինների հետ կապված եւ ուշադրություն դարձրեք ձեր գործընկերների եւ զուգընկերների ֆինանսներին, որովհետև անպայման նրանք ունենան հաջողություն, բայց կարող է դուք չիմանաք դրա մասին, սիրելի սիրելի ձկնակներ։ Եվ ի վերջո սեպտեմբերի 10-ի վերջին եւ շատ հետաքրքիր աստղաբանական զարգացումը դա 22:26 րոպեին Երևանի ժամանակով Ուրանը, անսպասելի փոփոխությունների հեղափոխական Ուրանը կանգ է առնում երկվորյակ կենդանակերպի 5 աստիճանում։ Պես որ եթե դուք արդեն հատկապես վերաբերում է երկվորյակներին, աղեղնավորներին, կույսերին եւ ձկներին, այդ տատանվող անկայուն աստղային խաչի ներկայացուցիչները հատկապես մեծապես զգալու են Ուրանի տարանցումը, նրանց վրա շատ է ազդելու այդ երկվորյակներով տարանցումը Ուրանի, բայց հատկապես երկվորյակների վրա, եթե դուք արդեն զգացել եք, ապա այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել ապրիլի 24-ից հետո, սիրելի երկվորյակներ, կրկին կարող են ձեր կյանք վերադառնալ արդեն սեպտեմբերի 10-ից հետո։
Դրան ուշադիր եղեք։ Նույնիսկ դա պայմանավորելու է հետագա 7 տարիների զարգացումը, որովհետև հենց Ուրանը 7 տարի շարունակ գիտեք երկորյակներում է լինելու։ Հաջորդ կարևոր աստղաբանական իրադարձությունը սեպտեմբերի 11-ին Երևանի ժամանակով 7:26 սիրելի բարեկամներ, տեղի կունենա սեպտեմբերյան նորալուսինը։ 18 աստիճան կույս կենդանակերպում կմիանան արեգակն ու լուսինը, բավականին բարդ մորակային դիրքավորում է, քանի որ 18 աստիճան կույսը դա բռնի մահվան աստիճանն է, իսկ կույսը հենց Հայաստանի Հանրապետության աստղատունն է եւ հովանավորն է, այդ իսկ պատճառով որևիցե լավ բան սեպտեմբեր ամսվա համար Հայաստանի Հանրապետության համար ես չեմ կարող կանխատեսել։ Ինչ է սպասվում այս նորալուսնին, այսինքն ըստ էության սա առաջին նորալուսին է խավարումների ամառային միջանցքից հետո եւ շատ կարեւոր նորալուսին է լինելու, ընդհանրապես սեպտեմբերը նոր թարմ էներգետիկա է բերելու, բայց պետք է ասել, որ այդ բարձ զարգացումները, որոնք բնորոշ են, անկայուն զարգացումներ, որոնք բնորոշ են 26 թվականին, շարունակվելու են ըստ էության նաեւ սեպտեմբերի։ Եվ ինչ է բերելու այս նորալուսինը կենդանակերպերին։ Քանի որ նորալուսինը տեղի է ունենում կույս կենդանակերպում, որը հողեղեն նշան է, իհարկե հատկապես դրական կազդի հողեղեն նշանների համար եւ անբարենպաստ է օդային նշանների համար, հիմնականում անբարենպաստ է օդային նշանների համար, բարեխառն է ուրեմն լինելու ջրային նշանների համար եւ հողային եւ հրեղեն նշանների համար։ Օրինակ, ինչ է սպասվում խոյերին սեպտեմբերի 11-ի նորալուսնի հետ կապված։ Այս նորալուսինը, սիրելի խոյեր, տեղի կունենա ձեր 6-րդ աստղատանը, որը կապված է աշխատանքի, պատասխանատվության եւ առողջության հետ։ Նու այստեղ նորալուսինը նոր էներգետիկա է, նոր ինչ-որ իրադարձություններ է հաղորդում այն տանը, որտեղ այն տեղի է ունենում։ Այսինքն փոփոխություններ աշխատանքային ոլորտում կարելի է ենթադրել խոյերի մոտ։ Պետք է ուշադրություն դարձնեք, սիրելի խոյեր, սեպտեմբերի 11-ից հետո նաև առողջության վրա, 6-րդ տունը նաև առողջության տուն է, հնարավոր է նոր հիվանդությունների հայտ գալ եւ նոր պատասխանատվություն, բայց դա չի նշանակում, որ ձեր աշխատավարձը կբարձրանա, այսինքն 6-րդ տունը պարտքի տունն է, պարտք, որը դուք այսպես պարտավոր եք իրականացնել այդ աշխատանքը կամ այն գործունեությունը առանց որևիցե վարձատրության, 6-րդ տունը դա է ենթադրում։ Ինչ վերաբերում է ցլերին, ցլերի համար բարենպաստ է, հողեղեն նշան է ցուլը, 11 սեպտեմբերի բարենպաստ է նորալուսինը, 5-րդ տանն է եւ դրական զարգացումներ կապված սիրային ոլորտի հետ, երեխաների հետ կապված, բիզնեսի հետ կապված, այնպես որ ցլերը հաջողակ են ընդհանուր առմամբ սեպտեմբեր ամսվա ընթացքում։ Երկվորյակների մոտ այս նորալուսինը սեպտեմբերի 11-ի հայտնվում է 4-րդ աստղատանը, որը կապված է լինելու, այսինքն հիմնական իրադարձությունները եւ նոր զարգացումները կապված են լինելու ձեր տան, ընտանիքի, ծնողների հետ, հնարավոր է օրինակ տան բնակարանի առքովաճառ կամ ինչ որ փաստաթղթեր եք ձևակերպելու, ենթադրենք անշարժ գույքի հետ կապված, ու սեպտեմբերը բարենպաստ ամիս է ընդհանուր առմամբ փաստաթղթեր ձևակերպելու համար, ինչու, որովհետև Մերկուրին հետընթաց է դառնալու միայն հոկտեմբեր ամսվա ընթացքում, իսկ Վեներան հոկտեմբերի 3-ին է հետընթաց դառնալու։ Հիմնականում փաստաթղթերը պետական ինչ-որ կարևոր ատյաններ, եթե դիմում ունեք ներկայացնելու, դա Մերկուրիի հետ է կապված եւ այդ իսկ պատճառով, եթե այդպիսի խնդիր ունեք փաստաթղթերի հետ կամ ինչ-որ պետական դռան հետ կապված այցելություն, պաշտոնյաների, ապա սեպտեմբերը լավ ամիս է դրա համար։
Խեցգետինների մոտ այս նորալուսինը սեպտեմբերյան հայտնվում է երրորդ աստղատանը, որը կապված է կարճ ճանապարհների, շարժական գույքի, ուսման եւ ձեր մոտակա մերձավոր միջավայրի հետ, քույրեր, եղբայրներ, բարեկամներ, հարևաններ, ում հետ որ դուք ավելի շատ շփման մեջ եք գտնվում առօրյա ձեր կյանքում։ Եվ այստեղ իհարկե նորալուսինը նոր շփումներ, նոր ծանոթություններ, նոր ուսում, նոր ինչ-որ տեղեկատվական տեխնոլոգիաների հետ, եթե կապված է ձեր գործը, շատ բարենպաստ կլինի այդ գործը սկսել կամ ուզում եք գործը սկսել հենց տեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապված, ապա սեպտեմբերը իդեալական ամիս է դրա համար։ Ինչ վերաբերվում է առյուծներին, այս նորալուսինը հայտնվում է, սիրելի առյուծակներ, ձեր երկրորդ աստղատանը, որը խոստանում է նոր ֆինանսական հաջողություններ սեպտեմբերի 11-ից հետո։ Կույսերի մոտ իհարկե կույսերը թագավորն են այս նորալուսնի, որովհետև նրանց աստղատանն է տեղի ունենում, նրանց կենդանակերպում է տեղի ունենում, նորալուսինը առաջի տանն է եւ հատկապես այն կույսեր, ովքեր ծնվել են սեպտեմբերի 9-ից 13 ընկած ժամանակահատվածում, հատկապես ամբողջ տարվա վրա զգալու են այս նորալուսնի ազդեցությունը։ Այսինքն նոր զարգացումներ գրեթե կյանքի բոլոր ոլորտներում, ընդհանրապես նորալուսինը լինում այն ժամանակ, երբ մարդ որոշում է կայացնում սկսել նոր կյանք կամ նորովի ինչ-որ զարգացումներ, նորովի վերաիմաստավորել, նորովի զարգացումների մեջ մտնել։ Ահա կույսերի համար նույնպես շատ բարենպաստ է։ Կշերքների համար իհարկե, քանի որ օդային նշան է, անբարենպաստ է, այս նորալուսինը 12-րդ տանն է գտնում, ակտիվանալու են սիրելի կշերքներ ձեր գաղտնի թշնամիներին։ Ինչ վերաբերում է կարիճներին, այս սեպտեմբերյան նորալուսին հայտնվում է ձեր 11-րդ աստղատանը, սիրելի կարիճներ, եւ դա կնշանակի նոր երազանք կամ նոր երազանքի իրագործում, ինչ որ դրական զարգացումներ կապված ստեղծագործության հետ, կապված ընկերների հետ, կապված չափած երեխաների հետ, եթե ունեք չափած երեխաներ, կապված on-line բիզնեսի հետ, մի խոսքով կարիճների համար եւս շատ բարենպաստ է այս սեպտեմբերյան նորալուսինը։ Ինչ վերաբերվում է աղեղնավորների մոտ 10-րդ տանն է այս նորալուսինը հայտնվում, որը կապված է նոր աշխատանքի հետ, նոր պաշտոնի հետ, նոր հասարակական կարգավիճակի հետ, ամուսնություն, բական բաժանություն, կախված նրանից, որ փուլում է գտնվում հիմա կյանքի։ Եվ ընդհանրապես 10-րդ տունը մեր նպատակն է, այսինքն նոր նպատակի իրականացում, որը շատ կարևոր է սեպտեմբերի ընթացքում պետք է նախաձեռնել եւ իրագործել։ Նամանավանդ որ չարաբաստիկ սև լուսինը արդեն սեպտեմբերի 14-ից դուրս է գալու ձեր կենդանակերպից, սիրելի աղեղնավորներ, եւ արդեն այդ էներգետիկ թուլություն դուք այլ չեք զգա։ Եվ այդ եղջյուրների համար այս նորալուսինը հայտնվում է 9-րդ աստղատանը, որը նշանակում է նոր զարգացումներ կապված արտասահմանի հետ, կապված ինչ-որ արտասահմանյան կազմակերպությունների ճամփորդություններ են հնարավոր սեպտեմբերի 10-ից հետո, 11-ից հետո, դատական գործերում դրական զարգացումներ, եթե այդպեսին կան, ինչ վերաբերում է ջրհոսներին, ջրհոսների մոտ այս նորալուսինը հայտնվում է 8-րդ աստղատանը, իսկ 8-րդ աստղատանը կապված է էքստրեմալ իրավիճակների հետ։ Ես ասացի, որ օդային նշանների համար անբարենպաստ է այս նորալուսինը, այսինքն էքստրեմալ իրավիճակներ, ֆինանսական խնդիրներ են հնարավոր են ինչ-որ ստուգող մարմինների այցելություններ, առողջական խնդիրներ, ճանապարհներին պետք է շատ զգույշ լինել, սիրելի ջրհոսներ, բայց բարենպաստ է ձեր զուգընկերների եւ գործընկերների ֆինանսական ոլորտի համար, նրանց մոտ եկամտային աճ է գրանցվել, այնպես որ ուշադիր եղեք, բաց չթողնեք այս պահը։ Ինչ վերաբերվում է ձկներին, ձկների մոտ իհարկե անբարենպաստ ամիս է սեպտեմբերը, ես արդեն դա ասացի քիչ առաջ, եւ 7-րդ տանն է հայտնվում սեպտեմբերի 11-ի նորալուսինը, որը խնդիրներ կարող է առաջացնել ձեր զուգընկերների նոր խնդիրներ։ Եթե դուք ամուսնացած եք, նոր զուգընկեր կամ նոր գործընկեր, եթե գործընկեր չունեք, նոր գործընկեր, եթե ամուսնացած եք, նոր զուգընկեր, բայց եթե դուք արդեն ամուսնացած եք եւ ունեք զուգընկեր եւ գործընկեր, ապա հնարավոր են կոնֆլիկտներ, պետք է ուշադիր լինեք, սիրելի ձկնակներ։
Եվ այսպես անցնենք առաջ 4-րդ կարևոր աստղաբանական իրադարձությունը սեպտեմբերյան տեղի կունենա սեպտեմբերի 14-ին։ Սիրելի բարեկամներ, սեպտեմբերի 14-ին Երևանի ժամանակով 21:05 րոպեին Սև լուսինը, չարաբաստիկ սև լուսին, այդ գայթակղիչ սատանան զոդիակի մուտք է գործելու այդ եղջյուր կենդանակերպ, որտեղ նա կմնա մինչև 27 թվականի հունիսի 11-ը։ Ну, այստեղ պետք է ասել, որ դա բավականին ուժեղ դիրք է սև լուսինը այդ եղջյուրում, համարվում է, որ այդտեղ նա էքզալտացվում է կարիճում եւ այդ եղջյուրում նրանք բավականին զորեղ են, ուժեղ են այդ իհարկե դա ֆիկտիվ մոլորակ է, բայց այնուամենայնիվ նա շատ բացասական եւ շատ ճակատագրական ազդեցություն է ունենում ընդհանրապես եւ մարդկային ճակատագրերի վրա, կյանքերի վրա եւ պետությունների ճակատագրերի վրա, այնպես որ այո, ֆիկտիվ կետ է, դա լուսնի ամենահեռավոր ապոգեյն, այսպես ամենահեռավոր կետն է երկիր-մոլորակից, բայց այնուամենայնիվ, այսինքն ֆիզիկական մոլորակ չի սև լուսինը, բայց նա մեծ ազդեցություն է, ճակատագրական ազդեցություն է եւ շատ բարդ եւ անգամ շատ ծանր ազդեցություն կարող է թողնել ինչպես մարդկային, այնպես էլ պետության ճակատագրերի վրա։ Նույն Հայաստանի համար խիստ անբարենպաստ է, որովհետեւ Հայաստանի 3-րդ հանրապետության սև լուսինը նույնպես ինչպես գիտեք գտնվում է այդ եղջյուր կենդանակերպում, որը որ նշանակում է սև լուսնի վերադարձ, իսկ երբ որ 9 տարին մեկ սև լուսինը վերադառնում է, իհարկե մարդիկ կամ պետությունները մեծագույն փորձությունների են ենթարկվում, այսինքն գայթակղությունների են ենթարկվում, եւ եթե նրանք չկարողանան դիմադրել այդ գայթակղություններին եւ տրվեն, ապա արդեն իհարկե անցնելու են ծանր փորձություններով եւ անցնելու են մթության կողմից, լույսի կողմից անցնելու են մթության կողմը։ Նույն այդպես շատ լինում է սև լուսինը փորձում է մեզ եւ ինչ որ շատ գայթակղեցուցիչ առաջարկություններ են լինում այդ ժամանակ, երբ որ սև լուսինը վերադառնում է, բայց իրականում նրանք խապկանք են այդ բոլոր գայթակղեցուցիչ առաջարկությունները։ Ну, եթե ձեր մոտ իհարկե նույնպես սև լուսնի վերադարձն շատ զգուշ է պետք լինել եւ չտրվել այդ գայթակղություններին, իսկ ինչպես իմանալ, ընդհանրապես 9 տարին մեկ է պատտվում ամբողջ զոդիակով մեկ սև լուսինը եւ եթե այդ շրջանն է ձեր մոտ, ապա զգուշ եղեք, իսկ ինչպես իմանալ, դուք անպայման համեցեք խորհրդատվության, սիրելի բարեկամներ, նամանավանդ որ հիմա գործում է 50% զեղչ, ինչպես այցի, այնպես էլ on-line խորհրդատվության համար։ Ինչ է սպասվում կենդանակերպերին այս սև լուսնի դիրքի փոփոխության հետ կապված, պետք է ասել, որ քան որ հողեղեն նշան է մտնում սև լուսին, իհարկե շատ ավելի մեծ գայթակղություններ կլինեն այդ հողեղեն նշանների համար եւ նաեւ հրեղեն նշանների համար, բարդ կլինի նաև օդի նշանների համար, շատ եւ բարդ եւ շատ բարդ կլինի օդի նշանների համար։ Ինչ վերաբերվում է խոյերին, սիրելի խոյեր, սև լուսինը մուտք գործելով այս եղջյուր կենդանակերպ հայտնվում է ձեր 10-րդ աստղատանը, որը նշանակում է գայթակղություններ, խնդիրներ կապված աշխատանքի, պաշտոնի, սոցիալական կարգավիճակի, դա կարող է վերաբերվել ամուսնության, բաժանության եւ այսինքն շատ բարդ ճակատագրական շրջանի մեջ են գտնում առածարակ հիմա խոյերը, որտեղ եւ ծանր երկու մոլորակ Նեպտունն ու Սատուրնը շարունակում են տարանցել խոյ կենդանակերպով եւ Պլուտոնն է հայտնվել 11-րդ տանը, Ну, լավ է, որ հանգույցները արդեն դուրս են եկել 12-րդ տնից, բայց ամեն դեպքում խոյերը հիմա բավական սև լուսինը մուտք գործեց այդ եղջյուր սեպտեմբերի 14-ին դա տեղի կունենա, ну, բավականին բարձ զարգացումներ են հենց աշխատանքի, կարիերայի եւ ընդհանրապես սոցիալական ռեալիզացիայի հետ կապված, շատ գայթակղություններ կլինեն, բայց պետք է զգուշ լինել։ Ցլերի մոտ այս գայթակղությունները սև լուսնի հիմնականում վերաբերվելու են
արտասահմանին, արտասահմանյան ճամփորդություններին, համագործակցության արտասահմանյան կազմակերպությունների հետ, գաղափարախոսությանն են վերաբերվելու գայթակղությունները։ Երկրորդների մոտ գայթակղությունը հիմնականում ֆինանսական ոլորտում է լինելու, մեծ գումարներ, այսպես գայթակղություն առաջանալու ենթադրենք մեծ վարկ վերցնել եւ նոր բիզնես հիմնադրել կամ ինչ-որ ավելի խնդրահարույց ֆինանսական այսպես մեքենայությունների մեջ մտնել, բայց պետք է զգուշ լինել, ինչ վերաբերվում է խեցգետիններին, սև լուսինը այդ եղջյուրում նշանակում է սիրելի խեցգետիններ, որ մոտակա 9 ամիսների ընթացքում ձեր մոտ խնդիրներ են առաջանալու անձնական ոլորտում, որտեղ 7-րդ տնով է տարանցում սև լուսինը, այսինքն խնդիրներ, եթե ամուսնացած եք, ամուսնական ոլորտում որոշակի լրջագույն խնդիրներ, հնարավոր է ինչ-որ նաև սև լուսինը խորհրդանշում է թուղթուգիրը աստղային քարտեզում եւ այդ հենց այդ 7-րդ տանն է հայտնում, հնարավոր է ձեր ամուսնու կամ կնոջ նկատմամբ այդպիսի սև մոգական ազդեցություն լինի, պետք է շատ զգուշ լինել։ Նույնը վերաբերում նաև գործընկերն, այսինքն հնարավոր է այդ ձեր գործընկերները կամ մրցակիցները, սիրելի խեցգետիններ, ցանկանան ձեզ այսպես հեռացնել ասպարեզից, հենց նաև սև մոգական միջոցների դիմեն, պետք է զգուշ լինել եւ պաշտպանվել այս 9 ամիսների ընթացքում սեպտեմբերի 14-ից մինչև 27 թվականի 11 հունիսի։ Առույցների մոտ 6-րդ տանն է հայտնվում, որը խնդիրներ կարող է առաջացնել աշխատավայրում եւ առողջության հետ կապված։ Ինչ վերաբերվում է կույսերին, Գույսերի մոտ սև լուսինը մոտ գործելով այդ եղջյուր հայտնվում է 5-րդ աստղատանը, որը նշանակում է հիմնական գայթակղություններ կապված երեխաների հետ, կապված խաղերի հետ, հաճույքների հետ, բիզնեսի հետ, պետք է շատ զգուշ լինել այդ ոլորտներում։ Այսինքն ունակ խաղամոլության, եթե խնդիր կա կույսերի մոտ, հատկապես սեպտեմբերի 14-ից 9 ամսվա մոտակա ընթացքում պետք է շատ զգուշ լինել։ Սիրելի կշեռքակներ, մոտ գործելով այդ եղջյուր սև լուսին հայտնում է ձեր 4-րդ աստղատանը, որը խնդիրներ կառաջացնի տան ընտանիքում ծնողների հետ, անշարժ գույքի արք ու վաճառքի հետ, պետք է շատ զգուշ լինել։ Հնարավոր է շատ գայթակղեցուցիչ ինչ-որ առաջարկություն ստանաք ձեր գույքը վաճառելու եւ հետո դա խապկանք լինի։ Ինչ վերաբերում է կարիճներին, կարիճների մոտ սև լուսինը մոտ գործելով այդ եղջյուր հայտնվում է 3-րդ աստղատանը, որը կապված է շփումների հետ, կոնտակտների հետ, գիտելիքների հետ, այսինքն այդ բոլոր գայթակղությունները ես թվարկում եմ այդ ոլորտները, որտեղ հնարավոր կլինեն գայթակղությունները սատանական, նաև այսինքն ինչ որ կեղծ տեղեկատվության տարածում, դա բամբասանք, որը շատ հաճախ է լինում եւ սև լուսինը հայտնում է 3-րդ աստղատանը, խնդիրներ փոխըմբռնման հետ, միջավայրի հետ շփվելու եւ ընդհանուր հայտարարի գալու, այդ բոլոր ոլորտներում որոշակի խնդիրներ կունենան կարիճները։ Աղինավորների մոտ սև լուսինը մոտ գործելով այդ եղջյուր հայտնվում է 2-րդ աստղատանը, որը խնդիրներ եւ գայթակղություններ կառաջացնի ֆինանսական ոլորտում։ Այդ եղջյուրների մոտ իհարկե առաջի տանն է, որը ստեղծում է գայթակղություններ այս մոտակա 9 ամիսների սեպտեմբերից մինչև 27 թվականի հունիս, դա բոլոր կյանքի ոլորտներում հնարավոր են գայթակղություններ, մեծամտություն, անձնական կյանքում որոշակի խնդիրներ, գործնական ոլորտում, ֆինանսական ոլորտում, առողջական ոլորտում խնդիրները կլինեն անպայման այդ եղջյուրների մոտ, այսինքն դա գայթակղություն է, ոչ թե խնդիր է, դա գայթակղություն է, դա պատրանք է, որ դուք այս քայլն էլ կանեք եւ այդ միլիոնը ձեր ձեռքն է, բայց իրականում դա այդպես չէ։ Ինչ վերաբերվում է ջրհոսներին, սև լուսինը, սիրելի ջրհոսներ, հայտնում է ձեր 12-րդ տանը, որը նշանակում է գաղտնի թշնամիների ակտիվացում եւ այդ գաղտնի թշնամիները կարող են ձեր դեմ օգտագործել սև մոգություն, տարբեր ոչ արդար, ոչ այսպես շատ երևացող զենքեր, այսինքն նրանք կարող են ժպտալ ձեր դեմքին, բայց հետևից դաշույնը մտցնել, այսինքն սա պետք է հիշեք եւ զգուշանաք։ Ինչ վերաբերվում է ձկնիկներին, 11-րդ տանն է հայտնվում սև լուսինը, սիրելի ձկնիկներ մուտ գործելով այդ եղջյուր, որը նշանակում է, որ
գայթակղությունը հիմնականում վերաբերվելու է ձեր նպատակներին եւ երազանքներին, այսինքն այդ ոլորտում հատկապես դուք շատ մեծ գայթակղության կենթարկվեք անպայման հասնել այսինչ երազանքի իրագործմանը, թե ինչ ճանապարհով, ինչ մեթոդներով, ինչ քայլերով դա մեզ չի հետաքրքրում, ձգնիկներին եւ իհարկե սա այնքան էլ բարենպաստ չէ փոխհարաբերությունների համար ձեր ընկերների, մտերիմների հետ, Սև լուսինը 11-րդ տանը եւ նաեւ on-line բիզնեսի համար այնքան էլ լավ չէ։ Այսքանը Սև լուսնի մասին, արդեն 48 րոպե խոսում եմ, մնաց դեռ բավականին հետաքրքիր նյութեր կան այստեղ, սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ քանի դեռ ես գտնվում եմ Հայաստանի Հանրապետությունում, բացառիկ հնարավորություն ունեք օգտվել այցից, այցը 50% զեղչով, նաև ձեր բազմաթիվ խնդրանքներով պահպանվում է զեղչը on-line խորհրդատվության համար, այնպես որ շտապեք օգտվել այս բացառիկ հնարավորությունից։ Եվ արդեն իհարկե սեպտեմբերի 15-ից հետո, սեպտեմբերի երկրորդ կեսին, գիտեք, որ էներգետիկան բավականին նվազում է, բավականին բացասական լիցքերով է, այսպես տոգորվում երկրորդ էներգետիկան, այնպես որ դա պետք է հաշվի առնել եւ հատկապես երբ արեգակը սիրելնես մոտ գործի կշեռ կենթանակերպ, որը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին Երևանի ժամանակով 4:05 րոպեին կկայանա աշնանային գիշերահավասարը եւ արեգակը մոտ կգործի կշեռք մինչեւ հոկտեմբերի 23-ը այստեղ խնդիր ինչու՞ն է կանում մուտ գործելով կշեռք, սիրելի բարեկամներ, արեգակը անմիջապես դիմակայության մեջ է մտնելու երկու ծանրագույն մորակների հետ՝ Նեպտունի եւ Սատուրնի։ Նեպտունը դա անորոշության, մեքենայությունների, գայթակղությունների, մոլորությունների, նաեւ մոգության մոլորակն է եւ նաեւ գաղափարախոսության մորը, կրոնի մոլորակն է։ Եվ ահա Նեպտունի եւ արեգակի դիմակայությունը սեպտեմբերի 23-ից հետո ստեղծելու այդ գայթակղությունը հենց տարբեր տեսակի կեղծ տեղեկատվության տարածման, կեղծ գաղափարախոսության տարածման, կրոնի հետ կապված այդ բոլոր մեքենայությունների, որը սիրում է կատարել մեր կառավարությունը եւ դա կլինի գագաթնակետ այդ բոլոր արարների։ Կեղծ տեղեկատվությունը նույնպես, այսինքն կեղծը եւ սուտը կներկայացվի իբրև ճշմարտություն վերջին ատյանում եւ այդպես շատ մարդկանց կարողանան գայթակղել, ինչպես եւ գրված է Աստվածաշնչում։ Եվ իսկ այնուհետև, այսինքն սեպտեմբերի վերջում եւ հոկտեմբերի սկզբում արեգակը, սիրելի բարեկամներ, դիմակայության մեջ կմտնի Սատուրն, չարաբաստիկ Սատուրն մորակետ, որը խոյ կենթանակերպի մեջտեղն է այժմ գտնվում եւ դա ինչ է նշանակելու, դա նշանակելու է, որ Սատուրնը, որը իր սահմանափակիչ, սառացնող ազդեցությամբ եւ արեգակը, որը լույս է տալիս, որը ցավալիորեն կշեռքում ընկած է, առաջացնելու է բախում, թե հասարակությունների մեջ, թե միջպետական հարաբերություններում, այսինքն ցանկություն կլինի իհարկե դիվանագիտական ճանապարհով լուծել հարցերը, բայց այդ բախումը արեգակի եւ Սատուրնի թույլ չի տալ, կան նաեւ այլ հանգամանքներ, որին շուտով կանդրադառնամ։ Նաև միջանձնային հարցերում նույնպես, թամպես այն մարդիկ, ովքեր ծնվում են արեգակի եւ Սատուրնի դիմակայության պայմաններում, իրենց աստղային քարտեզներում, դա նշանակում է, որ խնդիր կա հոր հետ, այսինքն ունենալու են կյանքի ընթացքում անպայման այդ խնդիրը, բախումը հոր հետ կամ հայրը ինչ որ խնդիրներ կունենա եւ չի ցանկանա
ունենալ այդ զավակին, անցանկալի զավակ հոր համար, հա, այսպես կարելի ասել։ Այնպես որ բավականին բարդ է այս տարվա ընթացքում Արեգակի եւ Սատուրնի, ընդհանրապես Արեգակի տարանցումը կշեռ կենդանակերպ, որտեղ այնտեղ Սատուրնն ու Նեպտունն են արդեն հիմնավորվել, եւ սեպտեմբերի երկրորդ կեսը, ինչպես հասկացանք, բավականին բարդ է անցնելու։ Ինչ կտա Արեգակը կշեռքում կենդանագերպերին, ու ընդհանրապես պետք է ասել, քանի որ կշեռքը օդի նշան է, շատ բարենպաստ է օդային նշանների համար, ինչպես երկվորյակների, որոնց Արեգակը կշեռքում կբերի հաջողություն անձնական ոլորտում, սիրային ոլորտում, երեխաների հետ կապված, այնպես էլ կշեռքների ծննդյան օրերն են մոտենում, սեպտեմբերի 23-ից հետո շնորհավորում եմ բոլոր կշեռքիկներին եւ մաղթում եմ նրանց ամենայն բարիք, թող կատարվեն ձեր բոլոր ցանկություններն ու երազանքները, սիրելի կշեռքներ, դուք շատ լավ մարդիկ եք, ես բազմաթիվ թե հաճախորդներ, թե ընկերներ, թե ընկերուհիներ, կշեռքներ ունեմ, շատ հիանալի եք դուք։ Եվ իմ անձնական ասցենդենտը ծագող նշան նույնպես կշեռքում է, եւ դրա համար մենք շատ լավ կարողանում ենք լեզու գտնել։ Եվ ջրհոսների համար նույնպես բարենպաստ է 9-րդ տանն է Արեգակը, որը տալիս է նոր ճամփորդություններ, նոր հնարավորություններ, արտասահմանյան կազմակերպություն եւ ընդհանրապես արտասահմանում նոր հնարավորություններ։ Ինչ վերաբերվում է հողեղեն նշաններին, հողեղեն նշանների համար իհարկե միջակ է, ցլերի համար հիմնականում աշխատանքային ոլորտում է լինելու զարգացումները, երբ Արեգակը մոտ գործի կշեռքը կույսերի համար ինքը բարենպաստ է ֆինանսական ոլորտում դրական զարգացումներ, այդ եղջյուրների համար գործնական ոլորտում որոշակի դրական զարգացումներ կբերի Արեգակը, ուրեմն կշեռ կենդանակերպում։ Հողեղեն նշանների հետ ջրային նշանների հետ կապված, ջրային նշանների հետ կապված իհարկե այնքան էլ բարենպաստ չէ Արեգակը օդային նշանում, երբ Արեգակը մուտք է գործում կշեռ, խեցգետինների համար հիմնական զարգացումները կապված են 9 տան, ընտանիքի ծնողների հետ, կարիճների համար իհարկե անբարենպաստ է, որովհետև կշեռքը նրանց 12-րդ աստղատունն է, այստեղ դա նշանակում է, որ ծննդյան օրվանից 1 ամիս առաջ, հատկապես մասնակիորեն նաև 1 ամիս հետո անբարենպաստ է, որովհետև էներգետիկան նվազում է մարդու եւ խոցելի է դառնում բացասական ազդեցությունների համար։ Եվ ձկների համար նույնպես այնքան էլ բարենպաստ չէ Արեգակը կշեռքում, այստեղ ֆինանսական եւ առողջական խնդիրներ են հնարավոր։ Ինչ վերաբերվում է հրեղեն նշաններին, միջակ է, խոյերի համար անբարենպաստ է, հնարավոր են բախումներ, սիրելի խոյեր, ձեր գործընկերների եւ զուգընկերների հետ, առյուծների մոտ 3-րդ տանն է Արեգակը, շփումներ, կոնտակտներ, բարենպաստ է նաեւ աղնավորների մոտ, որոնց 11-րդ աստղատանն է հայտնվում Արեգակը կշեռքում, որը լավ է նոր շփումների, ծանոթությունների եւ նպատակների իրագործման համար։ Անցնենք առաջ, սիրելի բարեկամներ, եւ նաեւ պետք է անդրադառնալ սեպտեմբերյան դժնդակ ուրեմն լիալուսնին, որը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին Երևանի ժամանակով 20:48 րոպեին եւ 3 աստիճան խոյ կենդանակերպում։ Նո այստեղ խորամանկության աստիճանում է գտնվում լուսինը եւ այս լիալուսինը հիմնականում այն ֆոնի վրա է տեղի ունենում, որ Արեգակը դիմակայում է Նեպտունին, այնուհետև Սատուրնին, այստեղ նաև լուսինն է գտնվում Նեպտունի եւ Սատուրնի հետ միասին, որը բավականին բարդ շրջան է նշանակում։ Ու արդեն ես հենց վիդեոյի սկզբից նշեցի, որ սեպտեմբերի երկրորդ կեսը անբարենպաստ է, հատկապես խոյերի վրա կազդի իհարկե այս լիալուսինը եւ հատկապես այն խոյերի վրա, ովքեր ծնվել են մարտի 21-ից 26 ընկած ժամանակահատվածում, եւ այդ լուսինը, այդ լուսինը հայտնվում է խոյերի առաջի տանը եւ կազդի կյանքի բոլոր ոլորտների վրա, այսինքն հիմնականում պետք է կենտրոնանալ սիրելի խոյր նրա վրա,
թե ինչ եք դուք ճառագում արտաքին միջավայր, այսինքն եթե ձեզ դուր չի գալիս այն, ինչպես ձեր հետ վարվում են մարդիկ, ապա փոխեք այն, ինչ որ դուք արտացոլում եք արտաքին միջավայր, եւ ամեն ինչ կկարգավորվի։ Հրեղեն նշանների համար իհարկե բարենպաստ է այս լիալուսինը, բարենպաստ է ինչպես խոյերի համար, այնպես էլ աղեղնավորների համար, հատկապես սիրային ոլորտում աղեղնավորների համար լավ է, առյուծների համար, ճամփորդությունների համար է լավ եւ արտասահմանի հետ կապված բոլոր հարցերում։ Ինչ վերաբերվում է հողեղեն նշաններին, հողեղեն նշանների համար իհարկե այնքան էլ բարենպաստ չէ այս լիալուսին, հատկապես ցլերի համար, որովհետև ակտիվանալու են ձեր գաղտնի թշնամիները, սիրելի ցլեր, ինչ վերաբերում է կույսերի մոտ ֆինանսական խնդիրներ են հնարավոր, նաև առողջական խնդիրներ, իսկ այդ եղջյուրների մոտ հիմնականում պետք է կենտրոնանալ տան, ընտանիքի եւ անշարժ գույքի հետ կապված հարցերը կարգավորելու վրա եւ ավարտելու վրա, որովհետեւ եթե նորալուսինը սկսում է գործընթացը, լիալուսինը արդեն տանում է դեպի ավարտ, այսինքն պետք է մաքսիմալ կարողանալ լուծել այն լիալուսնի ոլորտի խնդիրը։ Բարենպաստ է ջրային նշանների համար, խեցգետինները գործնական ոլորտի վրա պետք է կենտրոնանան, կարիճները աշխատանքային եւ առողջական ոլորտի վրա, իսկ ձկները ֆինանսական։ Ահա, մնաց իհարկե, դե օդային նշանների մասին, նույնպես խոսենք բարենպաստ է բացառությամբ կշերքների օդային նշանների համար։ Երկուրյակների մոտ հիմնականում երազանքների իրագործման լիալուսին է, կշերքների մոտ 7-րդ տանն է լիալուսինը, որը խնդիրներ կարող է առաջացնել զուգընկերների, գործընկերների հետ, պետք է կենտրոնանալ այդ փոխհարաբերությունները կարգավորելու վրա եւ չտանել դեպի սրացում, իսկ ջրհոսների մոտ հիմնականում նոր շփումներ, նոր ծանոթություններ, նոր ուսում, որը շատ բարենպաստ է ընդհանուր առմամբ այս լիալուսինը նաեւ նրանց համար։ Սիրելի բարեկամներ, սեպտեմբեր ամսվա կարևորագույն աստղաբանական իրադարձությունը Մարս մոլորակի մուտքն է առյուծ կենդանակերպ, որը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին Երևանի ժամանակով 6:48 եւ Մարսը կմնա առյուծ կենդանակերպում մինչեւ ուրեմն նոյեմբերի 26-ը։ Սիրելիներս, ինչով է բարդ այս դիրքը, նրանով, որ Մարսը մոտ գործելով առյուծ կենդանակերպ անմիջապես սկսում է դիմակայել չարաբաստիկ պատերազմի մոլորակ Պլուտոնի հետ, ավերիչ Պլուտոնը, գիտեք, որ գտնվում է այժմ 4 աստիճան ջրհոսում։ Եվ այս դիմակայությունը վտանգներ է ստեղծում սեպտեմբերի վերջին եւ օկտեմբերի սկզբին ռազմական նոր բախումների կամ հին բախումները կվերսկսվեն նոր ինտենսիվությամբ, ավելի մեծ ինտենսիվությամբ, այսպես կարելի ասել։ Պես որ պետք է շատ զգուշանալ, ու հատկապես հոկտեմբերի սկիզբն է այդ տեսակետից շատ վտանգավոր, սիրելիներս։ Ինչ է խոստանում Մարսը առյուծ կենդանակերպում մյուս 12 կենդանակերպերին։ Դե քանի որ առյուծը գիտեք, որ հրեղեն նշան է, բոլոր հրեղեն նշանների համար խիստ բարենպաստ է։ Խոյերի մոտ Մարսը կառաջացնի դրական զարգացումներ սիրային ոլորտում, երեխաների հետ կապված եւ բիզնեսի հետ կապված։ Այս ոլորտները կակտիվանան։ Ցլերի մոտ հիմնական ակտիվությունը վերաբերվելու է տան, ընտանիքին, անշարժ գույքի առքուվաճառք, բայց հնարավոր է նաև սրվեն հարաբերություններ ընտանիքում, հատկապես արական ընտանիքի անդամների միջև։ Երկորյակների մոտ Մարսը մոտ գործելով առյուծ հայտնվում է երրորդ աստղատանը, որը ակտիվություն է առաջացնում շփման, նոր ուսում, նոր ծանոթություններ, ակտիվություն քույրերի, եղբայրների, բարեկամների, հարևանների հետ կապված։ Այսինքն բավականին
կոմունիկատիվ շրջան է սպասվում երկվորյակներին սեպտեմբերին եւ օկտեմբերին։ Նաեւ բարենպաստ է խեցգետինների համար Մարսը առյուծում հայտնում է երկրորդ աստղատանը, այստեղ բարենպաստ պայման է ստեղծվում ֆինանսական հաջողությունների համար, ֆինանսների նոր աղբյուրների համար, բայց պետք է զգուշանալ, որովհետեւ այդ մեծ ֆինանսական հոսքերը կարող են գայթակղություն ստեղծել նաեւ մեծ ծախսեր անելու սիրելի խեցգետիններ։ Առյուծների մոտ իհարկե շատ ակտիվ պետք է լինեն առյուծները, առաջի տանն է հայտնվում Մարսը առյուծում եւ բերում է ֆիզիկական ակտիվություն, բերում է նպատակասլաց գործողություններ ձեր նպատակը իրականացնելու համար, այլապես դուք այսպես չեք կարողանա օգտվել այն բարիքներից, որը Յուպիտերն է բերել ձեր կենդանակերպսերի առյուծներ։ Դե Մարսը Յուպիտերը հետ է միանալու նաեւ ընթացքում։ Կույսերի մոտ իհարկե անբարենպաստ է 12-րդ տանն է Մարսը, ակտիվանալու են գաղտնի թշնամիները, նաև առողջության խնդիրներ կարող են լինել, կշերքների մոտ 11-րդ տանն է, շատ լավ է, կիրագործվեն ձեր երազանքները, եթե իհարկե ակտիվ լինեք, ընդհանրապես Մարսը ակտիվության մասին է։ Մարսի էներգիան ստանալու համար պետք է լինել շատ ակտիվ եւ նախաձեռնող, պետք չէ նստել եւ սպասել եւ ձեր երազանքը կիրագործվի։ Լավ է նաև on-line բիզնեսի համար, կարիճների համար լավ է գործնական ոլորտում, պաշտոնի հետ կապված, աշխատանքի հետ կապված, հասարակական կարգավիճակի հետ կապված, ըստ էության իրականացվելու են կարիճի բոլոր նպատակները, կարող են իրագործվել, եթե լինեք ակտիվ, սիրելի կարիճներ, Մարսը ձեր ղեկավարն է, եղեք ակտիվ եւ ամեն ինչ լավ կլինի։ Ինչ վերաբերվում է աղեղնավորներին, 9-րդ տանն է Մարսը եւ սա բերելու է ակտիվության արտասահմանում, հնարավոր են ճամփորդություններ, հնարավոր է արտասահմանյան կազմակերպություններ փոխ համագործակցություն, հնարավոր է ինչ որ եթե ենթադրենք դուք նոր ուսում կամ երկար ժամանակ երազում եք դասավանդել, կսկսեք դասավանդել։ Խոսքով այդ 9-րդ տան բոլոր ոլորտների հետ կապված, թե դատական գործընթացներ, թե գաղափարախոսություն, թե ուսում, Մարսը պետք է, եթե ցանկանում եք հասնել հաջողության, ապա պետք է ակտիվություն դրսևորեք։ Այդ եղջյուրների մոտ բավականին լարված կանցնի, որտեղ 8-րդ տանն է Մարսը առյուծում, որը խնդիրներ կարող առաջացնել ֆինանսների հետ եւ առողջության հետ։ Ջրհոսների մոտ նույնպես բավականին լարված է, որովհետեւ 7-րդ տանն է հայտնվում Մարսը առյուծում եւ հնարավոր են բախումներ, սիրելի ջրհոսներ, ձեր զուգընկերների եւ գործընկերների հետ կապված։ Նաեւ գաղտնի, ոչ թե գաղտնի, այլ բացահայտ թշնամիների ակտիվացում։ Իսկ ձկների մոտ 6-րդ տանն է հայտնվում Մարսը, որը կարող է բերել որոշակի առողջական խնդիրներ, նաև խնդիրներ աշխատանքի հետ կապված, այսինքն դուք նպատակասլաց աշխատում եք, բայց չեք կարողանում համապատասխան վաստակել։ Ահա այսպիսին է լինելու Մարսը առյուծ կենդանակերպում, սիրելի բարեկամներ։ Մեզ մնաց ուրեմն վերջին աստղաբանական իրադարձությունը 9-րդ սեպտեմբերյան աստղաբանական իրադարձությունը սեպտեմբերի 30-ին Երևանի ժամանակով 15:44 րոպեին Մերկուրին կապի վերահաղորդակցության մորակ Մերկուրին մուտք կգործի կարիճ կենդանակերպ։ Ահա այստեղ իհարկե բավականին երկար ժամանակ կմնա կարիճում մինչև դեկտեմբեր ամիսը կմնա, որովհետև արդեն հոկտեմբերի 24-ին Մերկուրին դառնալու է հետընթաց։ Իհարկե ավելի մանրամասն հետընթաց Մերկուրիի մասին մենք կխոսենք հոկտեմբերյան կանխատեսումներում, բայց ամեն դեպքում նախապես իմացեք եւ այդ հոկտեմբերը բավական շատ բարդ ամիս է լինելու, նախապես ասեմ։ Շատ ավելի բարդ, քան սեպտեմբերը։ Իհարկե Մերկուրին կարիճում շատ նպաստում է ինչ որ հետազոտական գործունեությանը, բավականին սրվելու է ինտուիցիան, սրվելու է ձեր կարողությունը տեսնել ապագան եւ կռահել մարդկային մտքեր, որտեւ կարիճը շատ ուժեղ ինտուիցիա ունի, ինչպես գիտեք, եւ Մերկուրին այստեղ տալիս է այդ ըմբռնումը, ընկալումը եւ հնարավորություն նաեւ տեսնել ապագան։ Իհարկե շատ բարենպաստ է այս Մերկուրին հատկապես ջրային նշանների
գետինների համար, ինչպես խեցգետինների, որը բարենպաստ է ստեղծագործական գործունեության մեջ Մերկուրին կայացում եւ սիրային ոլորտում, այնպես էլ կարիճների համար շատ լավ է ելույթներ ունեցեք, երևացեք հասարակության մեջ, շփվեք եւ կունենաք հաջողություն սիրելի կարիճներ եւ ձկների համար, որը բարենպաստ է հիմնականում ճամփորդությունների համար, իհարկե ցլերի համար խնդիրներ կառաջացնի զուգընկերների եւ գործընկերների հետ փոխհարաբերություններում, կույսերի մոտ շատ պետք է նույնպես շփվել, բարենպաստ է շփվել, նոր ուսում է բարենպաստ, իսկ այծեղջյուրների համար բարենպաստ է ընկերական միջավայրում ավելի շատ շփվել եւ ինչ որ խորհուրդ հարցնել, թե ինչպես իրագործել ձեր նպատակները սիրելի, երազանքները սիրելի այծեղջյուրներ։ Անցանք օդի նշաններին, ասեցինք, որ օդի նշանների համար շատ լավ է եւ ավելի շատ բարեխառն է օդի նշանների համար, երկորակների համար հիմնականում աշխատանքային ոլորտին է վերաբերվելու այս Մերկուրին, կշերքների համար բավականին բարենպաստ է ֆինանսական ոլորտում, նոր հաջողություններ, եկամուտներ եւ այլն, ընդհանրապես կշերքների համար լավ ամիս է փաստորեն, հասկացանք եւ ջրհոսների համար հիմնականում նույնպես գործնական ոլորտին է վերաբերվելու այս Մերկուրին։ Եղեք ակտիվ, շփվեք ձեր աշխատավայրում եւ կհասնեք հաջողության սիրելի ջրհոսներ։ Հիմնականում բոլորը ներկայացրեցի սիրելի բարեկամներ, ահա այսքանը սիրելի բարեկամներ այն մասին, թե ինչ է մեզ սպասվում սեպտեմբեր ամսվա ընթացքում, անպայման բաժանորդագրվեք աստղային խորհրդատու Աննե Հաղվերդյանի իմ YouTube-յան ալիքին, կիսվեք այս վիդեոներով սոցցանցերում եւ նաեւ հետեւեք ինձ Facebook-ում, նաեւ երկրորդ իմ YouTube-յան ալիքում Աստրոմագիա եւ թալիսմանների էքսկլյուզիվ մոգական YouTube-յան ալիքում, այնտեղ կան շատ հետաքրքիր աղաղակարգեր, հմախոսություններ, մոգական հնարքներ, կյանքի գրեթե բոլոր խնդիրները, հարցերը կարգավորելու եւ երջանիկ ապրելու համար։ Հետևեք ինձ Facebook-ում, TikTok-ում, Instagram-ում, Telegram-ում։ Ես ձեզ մաղթում եմ ամենայն բարիք եւ ֆանտաստիկ սեպտեմբեր, կհանդիպենք, ստեսություն։